Օրվա իրադարձություններով ուղիղ եթերում այսօր լրատվականն է, բարև ձեզ։ Լրահոսը նախ համառոտ։ Հանրապետության 1400 դպրոցում այսօր հնչել է վերջին զանգը, Շիրակի մարզում դպրոցին հրաժեշտ է տվել շուրջ 2268 շրջանավարտ։ Չվախենալ սեփական գաղափարները կյանքի կոչելուց և ձգտել ավելիին։ Գյումրու թիվ 18 դպրոցում վերջին դասը վարել է Շիրակի մարզի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը։ Հրաժեշտի ցերեկույթներ Գյումրու թիվ 27, երկրորդ և 7-րդ դպրոցներում։ Միջոցառումների ներկա է գտնվել Շիրակի մարզպետը։ Աշխատանքային այց Շիրակի մարզ, արդարադատության նախարարն ընդունել է 14 քաղաքացու։ Մանրամասներ որոնողական աշխատանքներից, մեկ շաբաթվա ընդմիջումից հետո կայացել է Պերմյակովի գործով դատավարության նիստը։ Հարգանքի տուրք զոհվածների հիշատակին, մերօրյա հերոսներ ծրագիրը Գյումրիում։ Եվ այսպես Հանրապետության 1400 դպրոցում այսօր հնչել է վերջին զանգը, շուրջ 25000 շրջանավարտ է մասնակցել վերջին դասին։ Վերջին զանգի միջոցառումները այս տարի մեկնարկել են 1 րոպե լռությամբ, հարգելով ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը։ Նշեմ, ավելի վաղ կրթության գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շրջանավարտներին կոչ էր արել հաշվի առնել շփման գծում տիրող իրավիճակը և ավելի համեստ ավարտական երեկոներ կազմակերպել։ Գյումրու թիվ 37 ավագ դպրոցում կայացել է վերջին դասն ու հնչել վերջին զանգը։ Դպրոցը 2015-16 ուսումնական տարում տվել է 80 շրջանավարտ։ Հրաժեշտի ցերեկույթից հետո 37 ավագ դպրոցի շրջանավարտները տնօրենի և ուսուցիչների հետ այցելել են Շիրակ գերեզմանատուն, հարգանքի տուրք մատուցելով եղբայրական Պանթեոնում հանգչող մերօրյա հերոսների շիրիմներին։ Գյումրու թիվ 37 ավագ դպրոցը հերթական շրջանավարտն է ճանապարհում, 4 ավարտական դասարան, 80 շրջանավարտ։ Դպրոցն այս տարի վերջին զանգահարողությունը մեծ շուքով չի կազմակերպել։ Պարզապես հավաքվել ու մեկտեղվել են ուսուցիչ ու աշակերտ։ Վերջին խոսքերը ասվածն ու չասվածն են հնչում։ Այսքան տարիներ չխնայեցիք ձեր ժամանակը, այս գիտելիքներ հաղորդելու և հայրենիքին այժմի քաղաքացիներ դաստիարակելու համար։ Մեկ մասնակցենք ֆիզկուլտին, Ջան չդխվես, շատ չմտածես, իսկ ուր ենք գնում անասու ես։ Հիմա մեր քայլերը կտանեն դեպի աշխարհ, որտեղ մենք այնքան մեզ մենակ ենք զգալու։ Մեր կյանքի այս փոքր հատվածը մեծ բան տվեց մեզ։ Կեսկատակ կես լուրջ անցնող տարիների հիշարժան պահերն են դպրոցի սաները ներկայացնում։ Ուսուցիչներն էլ ներողամտորեն արցունքոտված աչքերով, բայց և ժպիտով են վերաբերում աշակերտների չարաճճիություններին։ Այսօր թիվ 37 ավագ դպրոցի ելումոտը նրանց հասցրեց կիսաբաց լուսամուտներից ներս։ Հավաքվելով այստեղ եկեք պարզենք, թե ինչու ամենաշատ երեխաների թվով դպրոցը հայտնվել է մեզ մոտ։ Ինչս եմ վերացրել, և որ ես առաջ եմ կամիտ այս դպրոց, սա գիտեն, որ ես իրանցպես աշակերտ եմ, թեժը պրակտիկանտեր այդպես գիտեն։ Հրաչ կազանոտ Ես չեմ ասում, հոգեբան չունեք։ Ունեք ինչ էր չունին ես։ Տիխը, լիբյատը, նասուտի լիպատոն չիլի։ Նախսեմ որ, ես կեմ երեսի խոսատող մաղ շողոկրտեմ չեմ սիվա։ Ես կամերանները ձվավշը չեմ կամար, ես տասս իշխոր կտ տեսնայք եմ։ Պահն է եկել հրաժեշտի, վերջին դասն է միասնական կերպով անցկացվում։ Թախից և ուրախություն միախառնվել են, վերջին լուսանկարը բազում հիշողությունների վկա է դառնալու։ Աշակերտի համար կյանքում կա երկու կարևոր զենք։ Առաջին և հեշտ։ Առաջին, որովհետև առաջին անգամ ես մուտքով դպրոց։ Հեշտին, որովհետև հրաժեշտ ես տալիս և մուտք ես գործում կյանքի աջակցություն։ Այսօր իմ հուզմունքը կրկնանգի, քանի որ ես և ծնող եմ հանդիսանում, իմ տղան էլ է ավարտում այս տարի և որպես դասղեկ։ Տալիս ենք մեր պետությանը ևս մի սերունդ, կայացած, աշտեն իսկ հայրենասիրությամբ լի դաստիարակություն ստացած։ Այսօր մեզ համար հուզումնալից օր է, աշտեն մենք հասցրել ենք աչքերս թացացնել, հուզվել, հիշել իրենց նախկին տարիները։ Բայց այսօր այդ հուզմունքը կրկնակի է խեղդում իմ կոկորդը, որովհետև շրջանավարտների մեջ է որդիս, այնպես որ այն ամենը, ինչ ամեն տարի մաղթել եմ յուրաքանչյուր շրջանավարտի, այս տարի ևս միանում եմ մեր բոլոր գոլեգաների մաղթանքներին։ Անկախ ամեն ինչից կընդունվեք ու չեք ընդունվի, համենայն դեպս լավ մարդ մնաք։ Ինչքան դժվարություններ խոչընդոտների հանդիպեք, կարողանաք շրջանցել, հաղթահարել։ Տարին ընձես, գնացեք Նոյի աղավնիների նման,
հետ գալու ակնկալիքով։ Մենք սպասում ենք ձեզ, սիրում ենք ձեզ։ Գտնեք ձեր կյանքի բուն նպատակը։ Ինչի համար եք ծնվել։ Ինչ եք ընտրելու, ուր եք գնալու։ Պարզվում է, որ բոլորդ եք թանկ եք մեզ համար, բոլորի ճակատագրերն էլ մեզ հուզում են։ Իհարկե, մեր բոլորիս ցանկությունն է ձեզ կանած ճանապարհ, բարի երթ, որ բոլորը ձեր տեղը գտնեք կյանքում։ Միջոցառումից հետո դպրոցի տնօրինության նախաձեռնությամբ աշակերտներն այցելեցին Շիրակ գերեզմանատուն եղբայրական Պանթեոն։ Նախաձեռնությանը մասնակցել են նաև Երկրապահ կամավորական միության Շիրակի մարզային կառույցի ներկայացուցիչները։ Ծաղիկներ են դրվել մերօրյա հերոսների շիրիմներին, հարգանքի տուրք մատուցվել նրանց հիշատակին։ Յուրաքանչյուրս, որ այսօր կանք, յուրաքանչյուրս, որ այսօր ապրում ենք, շնչում ենք եւ իմ շրջանավարտները, որ այսօր իրենց դեմքերին ժպիտ ունեն, բոլորս այսօր երախտապարտ ենք հերոսների մայրերին, որոնք ծնե եւ լույս աշխարհ են բերել հերոսներ, որոնք այսօր կարողացան ապացուցել, որ հայ ժողովուրդը միշտ միասնական է։ Ինձ համար անակնկալ էր, որ մեր դպրոցականները իրենց վերջի զանգը ուրեմն հարգանքի տուրք մատուցելով են առաջնորդվում, ապրեն, կեցեն իրենք։ Մի քանի ամիս հետո բոլորս պետք է գնանք այնտեղ եւ ինքներս պաշտպանենք մեր հայրենիքը ու ցանկացել ենք, որ այդ ճոխ չլինի վերջի զանգը։ Զոհվածներին մենք պարտական ենք բոլորս նրանց սխրանքների, նրանց հերոսությունների համար։ Եթե նրանք այդ ամենը չանեին, մենք այսօր չէինք կարող ուրախանալ, չէինք կարող նշել այդ մեր վերջի զանգը, ու մենք բոլորս էլ բոլոր ազգով պարտական ենք իրենց ամեն իրենց թափված այրունի համար։ Եթե նրանք իրենց սխրանքը չկատարեն, հիմա մենք չենք ապրես խաղաղ երկնքի տակ եւ չենք ունենալ մեր վերջին դասը, մեր վերջին զանգը։ Նաև մենք պարտական ենք նրանց, թող Աստված նրանց հոգիները լուսավորի, մենք կարողանանք մեր գործով նրանց հետագա գործը կարողանանք շարունակել, նրանց արժանի հետնորդը լինենք։ Արցախյան քարորյա պատերազմի հերոսների նվիրական ու ազգանվեր գործը վաղը կշարունակեն այս երիտասարդները։ Ալա Բաղդասարյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։ Գյումրու թիվ 18 դպրոցում վերջին դասը վարել է Շիրակի մարզի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը։ Նա մեկ դասաժամի ընթացքում հարազատ դպրոցի շրջանավարտներին խորհուրդներ է տվել, հորդորել չվախենալ սեփական գաղափարները կյանքի կոչելուց եւ նախաձեռնողականություն ցուցաբերելու միջոցով ձգտել ավելիին։ Զանգ, որ հնչում է վերջին անգամ, դաս, որ լսում են վերջին անգամ։ Թիվ 18 դպրոցում վերջին դասը վարում է Շիրակի մարզի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը։ Խոսում են սխալի անհրաժեշտության մասին։ Թեմա, որ գրված չէ ոչ մի դասագրքում, բայց դեպի մեծ կյանքի ճանապարհի այբուբենն է։ Սխալը, բացի ուսուցողական, արդյունավետության բարձրացման, մյուս ազդակներից ունի շատ կարևոր հոգևոր ազդակ։ Կամային հատկանիշների զարգացում եւ ուղղորդում։ Կրթության վարչության պետն անկեղծացավ հատուկ է ընտրել փողկապը, որ տոնական օրվան համահունչ լինի։ Սովորաբար այս փողկապով աշխատանքի չի գնում։ Սահակ Մինասյանն ավակ ընկերոջ խորհուրդ է տալիս չվախենալ սխալվելուց, սովորել սեփական սխալների վրա, քանի որ սխալը ծնում է բախում, բանավեճ երկխոսություն սեփական եսի եւ միջավայրի հետ։ Սխալի դեպքում ամրապնդվում է իմացածը կամ ծնվում է նոր գաղափար։ Միջավայրում մենք ուզում ենք երևալ այնպեսին, որպեսին չենք։ Այսինքն մենք աշխատում ենք երկրորդ կեղծ եսով։ Երկար ժամանակ երկրորդ կեղծ եսով աշխատելուց կեղծ եսը գաղափարում է մեզ։ Չէ՞։ Կեղծ եսը շրջանակ է գծում մեզ այսպեսի շրջանակ։ Այսինքն մտածել, գործել, վազել, խնդրել, խոսել կարելի է մենայն շրջանակի մեջ։ Ոչ մի ստեղծագործական միտք շրջանակի մեջ չի ծնվում։ Սովորեցինք, որ մեր նպատակներին հասնելու համար անընդհատ կարելի է սխալվել, բայց վերջում անպայման հասնել դրանց։ Բակայում ցանկանում եմ դառնալ պարուհի, պարավեստի ներկայացուցիչ, շատ ցանկություն ունեմ լինելու լավ մասնագետ ու դրան հասնելու համար ես ամբողջ դժվարությունները կհաղթահարեմ ու հենց պարոն Մինասյանի խորհուրդների շնորհիվ հուսով եմ ամեն ինչ լավ կլինի։ Այս տնտեսական դեպքում դուք ապրեք հին աշխարհը ամեն օր, 1000 տարվա փորձ ու գործ սկսվում է ամեն օր։ Ուրեմն ձեր փորձը, ձեր գործը, ձեր ապագան սկսվում է այսօր։ Սրտան ձեր շնորհավորում եմ, համբուրում եմ ձեզ։
Սահակ Մինասյանին լսող աշակերտների հետ նույն շարքերում է նստել նաև նրա ուսուցչուհին։ Լարիսա Հակոբյանն այժմ թոշակի է անցել։ Աշխատել է 44 տարի, հենց այնքան, որքան շրջանավարտ ունի այսօր հարազատ թիվ 18 դպրոցը։ Կրթության վարչության պետի դասղեկը մտովի տեղափոխվեց անցյալ։ Ասում է, լավագույն ուսուցիչը նա է, ում աշակերտը գերազանցում է իրեն։ Հուզված եմ, որ նույն ապրումներն է, միշտ այժմ երբ որ աշակերտ աշտեն ղեկավար աշխատանք է անցնում, դու ենթական ես, աշտեն փոխում է կարծեստերը, քեզ թվում է, որ դու ինքն ես աշակերտ, այնպես որ կյանքը հարաբերական է, շարունակում է փառքաստու, որ նման սերունդ ունենք։ Երբ մեր հայացքները չէր փոխում, ես ավելի ազատ էի։ Երբ հայացքները փոխում էր, նստած էր մաթեմատիկայի երկու ուսուցչուհիս։ Պատկերացնում եք, ամեն դեպքում հուզմունքը կա։ Տարիների խորքից հուզմունքը կա։ Այս տարի Հանրապետության 1400 դպրոցի 25000 աշակերտ է դպրոցին հրաժեշտ տալիս։ Շիրակի մարզում շրջանավարտները շուրջ 2268-ն են։ Հուզվում են ինչպես առաջին անգամ դպրոց ոտք տնելիս։ Անհանգստություն շաղախված ոգևորության հետ։ Դռների ետևում արդեն նախկին աշակերտներին նոր աշխարհն ու նոր կյանքն են սպասում։ Իսկ դպրոցական տարիների մասին կհիշեցնեն լուսանկարները։ Խոստանում են, իրար չեն մոռանալու։ Այս տարի ավարտում է իմ առաջնեգս, հատկապես ուզում է ռազմական ավիացիոն ինստիտուտում սովորել, դառնալ զինվորական, որպեսզի մեր երկիրը լինի խաղաղ։ Էս ինչպես, էս ոնց անցան, ոնց եկան, հեռացան, օրերը դպրոցական։ Թե չընդունվենք ինստիտուտներ, դուք չտխրեք, բարդ է կյանքը, սակայն ինչ է դառնան կյանքում։ Ապրելու եք դուք մեր հոգում։ Կյանքիս այս փոքր հատված ինձ այնքան մեծ բան տվեց։ Հոգուս ողջ անկեղծությամբ հիմա ուզում եմ խոստովանել, որ ինչ է լինի երբեք չեմ մոռանա ինձ երջանիկ հեքիաթ նվիրած դպրոցի։ Մենք չենք ուզում, որ աշխարհի վերջին զանգը հնչի մի օր, ամեն տարի ծովլով հնչի դպրոցական վերջին զանգը։ Իսկ այժմ հոգուս ողջ անկեղծությամբ ուզում եմ խոստովանել, որ ափսոսում եմ։ Ափսոսում եմ բոլոր չասված, չարված, չգիտակցված սխալներիս համար։ Դուք կաք իմ մեջ մի անբաժան սպասքի պես։ Եթե մի օր կան ձեզ ասեն, մոռացել եմ, չհավատակ, ձեզ մոռանալ, ասել է թե ես մոռանամ մանկությունս։ Վերջին ծաղիկներով, մի քիչ թաց աչքերով, կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին, բայց ինչ արած, մնաք բարով։ Նազելի Էլվակյան, Արթուր Մարգարյան, այսօր։ Վերջին դասի եւ վերջին զանգի միջոցառումները տեղի են ունեցել, ինչպես արդեն նշեցի, հանրակրթական բոլոր դպրոցներում։ Հուզված են ինչպես աշակերտները, այնպես էլ ուսուցիչները։ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը ներկա է գտնվել Գյումրու թիվ 27, երկրորդ եւ 7-րդ դպրոցներում կազմակերպված հրաժեշտի ցերեկույթներին։ Մարզպետը շրջանավարտներին մաղթել է խաղաղ եւ անամպ երկինք։ Հետագա ուսման մեջ եւ կյանքի տարբեր ոլորտներում նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ։ Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցն այս տարի տվեց 73 շրջանավարտ, որից միայն 18-ը ռուսերենի ուսուցման դասարանից։ 9-րդցիները տրտմությամբ են հրաժեշտ տալիս հարազատ դարձած կրթօջախին, սիրելի ուսուցիչներին ու տնօրենին։ Միշտ էլ այդպես որտեղ եղել եք, սրտի մի մասը թողել եք այնտեղ, բայց ամեն անգամ ձեր սրտից տալով մի մաս նկարել մեր սրտերի, ու դրանից էլ ներսում ձեր կրծքի սիրտն է պապախում մեր ողջ դպրոցին։ Ուսուցիչներին մեկ առ մեկ հիշելուց եւ իրենց երախտիկի խոսքը նրանց ուղղելուց հետո հերթը Շիրակի մարզպետինն էր։ Շրջանավարտները նրան ուղերձ ցղեցին։ Եվ ենք տալիս, ձեր կողքին ենք մենք, ու պիտի քայլենք ձեր ճանապարհով, հաղթական երկը ձեզ հետ պիտի եկենք, ու այն պիտի թնդա համայն աշխարհով։ Ինչ կցանկանայի ձեզ, խաղաղ երկիր, որի մեջ դուք կարողանայիք իրականացնել այն իղձերը, որ դուք ունեք։ Ձեզ բարի երթ։ Միջնակարգ թե հիմնական, անկախ կարգավիճակից 7-րդ դպրոցը տարիներ շարունակ ունեցել է բարձր վարկանիշ։ Դա է փաստում դպրոցի տնօրենը։ Մենք մեր ուսուցիչներով երթվեցինք, որ կաշխատենք այնպես, որ այս դպրոցում, եթե որևիցե մի բանի պակաս էլ զգացվի, որևիցե մի առարկա էլ այնպես դասավանդվի, ոնց որ մեկ ուրիշ դպրոցում, մի բանի դեֆիցիտ չպետք է զգացվի, դա սիրո պակաս չպետք է զգացվի։ Մենք ծովացավար սեր ենք տվել, եւ ես կարծում եմ, որ չի լինի մի դպրոց, որտեղ այդքան շատ սիրեն երեխաներին, որ կար մեր դպրոցում։ Մենք սիրում ենք, խենթի պես սիրում ենք երեխաներին, եւ կարծում ենք, որ երեխաները մեզ հրաժեշտ, եթե ֆիզիկապես է տան,
հոգեպես չեն տա։ Տնօրենի կողմից հավաստագրեր ու մեդալներ են հանձնվել անցնող ուսումնական տարվա ընթացքում հաջողություններ գրանցած աշակերտներին։ Լավագույն աշակերտ եւ շնորհալի աշակերտ անվանակարգերում հաղթող են ճանաչվել Աստրիկն ու Կատարինան։ Եվ ռուսաց լեզվից որից մի երեխա ասում այդքան բարձր կար չի բերել որքան մեզ ելի Աստրիկը։ Մեր Աստրիկը նաև փայլուն մասնակցեց հայոց լեզվի օլիմպիադային։ Սա պահում ենք Կատարինային շնորհվում է տարվա շնորհալի աշակերտ կոչումը։ Հրաժեշտի խոսքեր, թախից, արդյունք եւ ուրախություն։ Սիրելի աշակերտներին սրտի խոսքն է ասում նաեւ ռուսերենի ուսուցման դասարանի դասղեկ Աննա Հակոբյանը։ Արդ հիմա իմ սիրտ կոչվող գազարանից հորդելու են սիրո եւ ջերմության խոսքեր, որոնք գուցե երբեմն ժլադի հոգեբանությամբ թաքցրել են ձեզանից։ Աննա Բաղդասարյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։ Մյուս նորությունները համառոտ տեսաշարից հետո։ Աշխատանքային այց Շիրակի մարզ արդարադատության նախարարն ընդունել է 14 քաղաքացու։ Մանրամասներ որոնողական աշխատանքներից մեկ շաբաթվա ընդմիջումից հետո կայացել է Պերմյակովի գործով դատավարության նիստը։ Հարգանքի տուրք զոհվածների հիշատակին մերօրյա հերոսներ ծրագիրը Գյումրիում։ Իրավիճակը սահմանին մայիսի 26-ի լույս 27-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը մնացել է հանգիստ։ Այդ մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հավելելով, որ հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտել է տարբեր դրամաչափի հրաձգային զինատեսակներից, որոշ ուղղություններում օգտագործելով նաեւ դիպուկահար հրացաններ։ Իսկ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը շարունակել է մնալ հանգիստ։ Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են միայն ադրբեջանական կողմից տարբեր դրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ կրակոցներ։ Զինված ուժերը ամենօրյա ռեժիմով վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները, ասված է հաղորդագրությունում։ Այսօր տեղի է ունեցել Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տեղական մարմինների 25-րդ համատեղ նիստը, որը վարել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Նիստին ներկա են եղել նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ հոգաբարձուների խորհրդի անդամներ։ Հիմնադրամի 2015 թվականի գործունեության արդյունքներն ու գալիք տարվա անելիքները եղել են քննարկումների օրակարգային թեմաները։ Հիմնադրամի մարաթոն 2016-ի նպատակային ուղղվածության հարցում առաջնային թեմաներ կլինեն ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքները։ Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տեղական մարմինների 25-րդ տարեկան նիստին խորհրդի 38 անդամներից ներկա էին 29։ 8 բացականներից մեկը Վեհափար Հայրապետն է։ Նախագահն ասաց, վատառողջ է։ Նիստի մասնակիցները շատերը ժամանել են հեռվից, բոլորը բարով եք եկել։ Մինչև մեկնարկը ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս պատրիարք Ներսես Պետրոս 19-րդի հիշատակը։ Նա հոգաբարձուների խորհրդի անդամ էր։ 2015 թվականին հիմնադրամը շարունակել է կյանքի կոչել տարաբնույթ ծրագրեր։ Հայաստանի եւ Արցախի հյուսիսային շրջանները իրար կապող ռազմավարական ճանապարհը հիմնադրամի 3-րդ խոշոր ճանապարհաշինարարական ծրագիրն է։ 116 կիլոմետր երկարություն ունեցող զարգացման ճանապարհի 53-ի շինարարությունը արդեն ավարտված է։ Այս պահին անձրևները դադարեցրել են աշխատանքը։ Մոտ 10 օրից շինարարությունը կշարունակվի։ Անձրևներ են տեղացել եւ չեն կարողացել դեռևս սկսել։ Եթե եղանակը թույլ տա, մինչև տարեվերջ ամբողջ ճանապարհը պատրաստ կլինի։ Բացառությամբ 300 մետրանոց մի հատվածի, որտեղ կուտակվող խորքային ջրերը խնդիրներ են առաջացրել։ Հիմա Հայաստանի բոլոր այդ ոլորտի մասնագետները քննարկումների մեջ են, որպեսզի լուծենք այդ խնդիրը։ Սա
սա ոչ թե շինարարական թերություն, այլ սա բնական խնդիր է, որը ծագել է եւ համոզված եմ, որ շատ արագ դա էլ կլուծենք։ 5 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար Արցախում արդեն 22 տուն է կառուցվում, եւս 10-ի շինարարությունը ամռանը կսկսվի։ Այդ ծրագիրը եւս մենք երևի թե շարունակելու ենք, որովհետեւ ունենք բարերարներ, որոնք հատուկ այդ ծրագրի համար պատրաստ են տրամադրել միջոցներ։ Մեկ այլ խոշոր ծրագրով անցած տարվա ընթացքում 22 բնակարան է տրամադրվել Գյումրու անօթևան ընտանիքներին։ Դրանք հանձնվել են ամբողջությամբ նորոգված, կահավորված եւ անհրաժեշտ տեխնիկայով հագեցած։ Դա էլ որպես առանձին ծրագիր շարունակվելու է։ Հիմնադրամը բազմաբնույթ ծրագրեր է իրականացրել նաև առողջապահության, կրթության, գիտության ու մշակույթի բնագավառներում։ Այս տարվա դրամահավաքը կուղղվի քառօրյա պատերազմի ավերածությունները վերացնելուն եւ ընտանիքներին օգնելուն։ Եթե այլ առաջարկներ չլինեն, ապա երևի թե դա կընդունվի որպես գլխավոր ռազմավարական թեմա այս տարվա։ Դեռևս հստակ չէ, թե ավերածությունները վերացնելու համար որքան գումար է հարկավոր։ Արցախում հաշվարկը սկսել են, հավանաբար առաջիկա ամիսներին կպարզվի։ Արա Վարդանյանի խոսքով օժանդակությունը բազմաշերտ է լինելու, սկսած դեղորայքից մինչև տների վերանորոգում, նույնիսկ ընտանիքներին անհատական օգնություն։ Չնայած ավերածություններին բազմաթիվ թալիշցիներ ցանկանում են վերադառնալ իրենց բնակավայր, բայց Արցախի կառավարությունը որոշել է Թալիշի եւ Մարտակերտի բնակիչներին այլ տարածքներում վերաբնակեցնել։ 1994 թվականին, երբ որ արդեն սկսվեց Թալիշի լայնածավալ վերականգնումը, միգուցե այդ ժամանակ հնարավոր էր մի քիչ հետ տալ բնակավայրը, որպեսզի թիրախիտակ չլիներ, բայց այն ժամանակ այլ նպատակներ կար, պատմական, այսպես ասած, գյուղերը վերականգնելու եւ այլը, եւ որոշ ռազմավարական խնդիրներ այսպես ստորադասվեցին այդ կարևոր հարցին։ Հիմա կտեսնենք ինչպեսի քայլեր կձեռնարկենք։ Երկու հրամայական կա ամեն ինչ անել, որպեսզի այդ բնակավայրերի բնակիչները չլքեն Արցախը, եւ երկրորդ ապրեն անվտանգ։ Վերջին օրերին Ղարաբաղի-ադրբեջանական սահմանին վիճակը համեմատաբար հանգիստ է։ Կրակոցներ լինում են, սակայն քանակական եւ որակական առումով դրանք անհամեմատելի են այն իրավիճակի հետ, որ կար վերջին 2 տարվա ընթացքում։ Դավիթ Բաբայանը չի բացառում, որ համեմատաբար հանգիստ վիճակը պայմանավորված է Բաքվում կայանալիք Ֆորմուլա 1 մրցաշարով։ Այսպիսի միջոցառումների կազմակերպումը Բաքվում պարզապես խայտարակություն է։ Եվ մի քանի անգամ, բազմաթիվ անգամ մենք բարձրաձայնել ենք, որ այսպիսի քաղաքականությամբ միջազգային հանրությունը եւ մի շարք քաղաքակիրթ պետություններ փաստորեն թեւ են տալիս ագրեսորին։ Նա էլ թեւ է ստանում եւ սկսում է ագրեսիվ քաղաքականություն վարել։ Թող բոլորը իմանան, որ եթե սատարում են ահաբեկչությունը գալու է իրենց տուն։ Եկ Արցախ ֆլեշմոբին Դավիթ Բաբայանը դրական է վերաբերում, ասաց յուրաքանչյուրի պարտքն է մնալ հայրենիքում։ Կապ չունի Արցախում թե Հայաստանում։ Երեխաներ բերեք, ծննդաբերեք, բազմացրեք ազգը եւ մնացեք այստեղ, ուրիշ որևէ տարբերակ չկա։ Ազնիվ Կարապետյան, Վահե Եղիազարյան, Կարեն Թադևոսյան, այսօր։ Աշխատանքային այցով Շիրակի մարզում էր արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, նա մարզպետարանում ընդունել է 14 քաղաքացու։ Նրանք մի շարք հարցեր, առաջարկներ, դիմումներ եւ բողոքներ են ունեցել արդարադատության նախարարի իրավասություններին առնչվող ոլորտների հետ կապված։ Քաղաքացիները հերթագրվել էին նախապես, նախարարը խոստացել է հետևողական լինել հարցերի լուծման ուղղությամբ։ Արփինե Հովհաննիսյանն այնուհետ հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմում հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած հերոսների շիրիմներին։ Շիրակ կատարած այցի ավարտին արդարադատության նախարարը եղել է հերոսների տներում, հանդիպել նրանց ընտանիքների անդամներին։ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 26-ին ժամը 19:39 Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ Թբիլիսի քաղաքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Մերսեդես մակնիշի ավտոմեքենան բախվել է մարդատար Գազել մակնիշի ավտոմեքենային։ Հայաստանի 3 քաղաքացի տեղափոխվել են Օրտաչալայի հիվանդանոց, իսկ մեկը տեղում մահացել է։ Ռուսական 102-րդ ռազմաբազայում կայացել է Պերմյակովի գործով դատավարության հերթական նիստը մեկ շաբաթվա ընդմիջումից հետո։ Այսօր դատարանում ցուցմունք է տվել Աշոտ Կարապետյանը։ Նա ռուսական թերթի խմբագրության քարտուղարն է։ Մանրամասները ներկայացրել Պերմյակովի որոնողական աշխատանքներից։ Գործում նոր փաստաբան է ներգրավել։ Արամաստ Կիվիրյանը քաղաքացի միջնորդություն է ներկայացրել ընդդեմ Ռուսաստանի Դաշնության, համաձայն որի պահանջում է փոխհատուցում։ Դատական հաջորդ նիստը կկայանա մեկ ամիս անց։
Դատարանում որպես վկա ցուցմունք տվեց Աշոտ Կարապետյանը, նա է հայ իրավապահներին տեղյակ պահել Պերմյակովի փախուստի մասին այն բանից հետո, երբ հեռախոսազանգ է ստացել գնդապետ Ավդեևից։ Վկայի խոսքով ինքը սկզբում զանգել է ռազմական ոստիկանություն, սակայն վերջիններս ուղղորդել են դեպի ոստիկանության Մուշի բաժին, նշելով, որ իրենց իրավասության տակ չէ։ Աշոտ Կարապետյանը նկարագրեց Պերմյակովի որոնողական աշխատանքների այն հատվածը, որին անմիջական մասնակցություն է ունեցել։ Փաստաբանների համար տարօրինակն այն էր, որ ռուսական կողմը հայկական կողմին զինծառայողի փախուստի մասին ասել էր ժամեր անց։ Սա այն դեպքում, երբ հերթապահ զինվորի հետ յուրաքանչյուր 15 րոպեն մեկ անգամ հեռախոսակապ է հաստատվում։ Հետևաբար այն, որ Պերմյակովը լքել է զորամասը, հրամանատարական կազմը պետք է ավելի շուտ իմացած լիներ։ Ոնց է հնարավոր, որ մինչև երկուսը զինվորը ծառայությունը թողած լինի, մինչև ժամը 4:20 ոչ ոք տեղյակ չլինի, որ ինքը թողել է։ Ես չեմ կարող ասել։ Չեք կարող ասել։ Պետք է ասի այն մարդը, որ նոր եղել է начальник караула։ Պաշտոնաթող գնդապետի տված ցուցմունքներում մշտապես հակասություններ են եղել։ Աշոտ Կարապետյանը մասնավորապես դժվարացել է հստակ նշել, թե որ ժամին է ինքը դիմել ոստիկանություն, բայց որ Պերմյակովի հետախուզության տեքստն ու լուսանկարն ինքն է կազմել, հստակ է հիշում։ Վկան Պերմյակովին տեսել է, երբ ձերբակալությունից հետո տարել են ռազմաբազա։ Ասում է, դեմքը մորու գույն ուներ, հետաքրքրվել է արդյոք չեն ծեծել։ Պերմյակովը պատասխանել է, որ մոտ 40 րոպե ձյան վրա է պառկած եղել։ Աշոտ Կարապետյանը հասցրել է հարցնել նաև, թե ինչու է Պերմյակովը սպանել Ավետիսյաններին։ Գովազդի պես բան եղավ, ու ցույց տվեցին, դաշե այդ ոչրագործությունը կատարող մարդը կարողացավ ծիծաղել։ Նստած տեղում։ Հարցրեցի, ինչու կա դու այդ գործը կատարեցիր, ոչրագործությունը, ինքը ինձ ասեց, որ ես չեմ էլ պատկերացնում, որ ես պես բան եմ։ Վկան 33 տարվա փորձ ունի, նրա խոսքով Պերմյակովի փախուստն առաջին դեպքը չէ, երբ որևէ զինծառայող լքում է զորամասը։ Իմ պրակտիկայում շատ է եղել դասալիք։ Երբ որքան ժամանակում է հայտնաբերվել, որ դասալիքություն է տվյալ անձը կատարել։ Պրակտիկա, ձեր պրակտիկա։ Եղել է, որ 2-3 ժամվա մեջ են գտել, որ դասալիք թողը գնացել է, բայց առանց զենքի։ Եղել է, որ մոտավորապես 5-6 ժամ։ Իսկ հարցին, թե ինչու են այսպիսի զինվորները բերվում Գյումրի, վկան սեփական դիրքորոշումն ունի։ Նրա կարծիքով ընտրություն չի արվում, քանի որ ժամանակ էլ չի տրվում դրա համար։ Հերացումը եղել է ուսումնական զինվորական կոմիսարիատի եւ ոչ Հայաստանում գտնվող ռազմաբազայի զինծառայողների։ Որովհետեւ մեր ներկայացուցիչը եթե գնում են դեր, մոտավորապես կապիտան կամ մայոր կոչումով իրան այդ հնարավորությունը չեն տալիս, որ ինքը 150 հոգի մարդ բերել մի սամալյոտ, հա։ Դա 5 օր առնվազն պետք է, որ ինքը այդ երեխաներին հետ խոսա, դրանց թեստավորի, իրանք ասում են, вот для вас мы выбрали вот эти։ Ինքը վերցնում է, բարում է սամալյոտ, բերում է։ Վկան հրաժարվեց մեկնաբանել իր վերադասի գործողությունները, սակայն շեշտեց, որ եթե ինքը լիներ Պերմյակովի փախուստի մասին, ավելի շուտ կտեղեկացներ։ Այսօր գործում նոր փաստաբան ներգրավեց դժողների իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանի, Անահիտ Կոշտոյանի, Նարինե Պողոսյանի եւ Անդրանիկ Պողոսյանի շահերն այսուհետ կներկայացնի Արամաստ Գիվիրյանը։ Դատարանում ներկայացնում եմ Անահիտ Կոշտոյանի կողմից տրված դիազորագիրը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ Արամաստ Գիվիրյանի, ինչպես նաև Արամաստ Գիվիրյանի փաստաբանական գործունեության արտոնագրի փոխադրիչն։ Արամաստ Գիվիրյանը միջնորդությամբ հանդես եկավ, վկայակոչելով միջազգային պայմանագրերը, փաստաբանը քաղաքայց ներկայացրեց ընդդեմ Ռուսաստանի Դաշնության։ Ընթերցվեց քաղաքայցի տեքստը, որի հիմքում առողջական դուժ խնդիրներ ունեցող անձին զենքով ծառայություն թույլատրելն է։ Որևէ անհետաձգելի միջոցառում չի ձեռնարկվել, Պերմյակովը հայտնաբերելու եւ յուր անձանց սպանությունը դատելու ուղղությամբ։ Դրա դեպքում Պերմյակովը հանդիսացել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զինծառայող, այսինքն ըստ էության ՀԴ ներկայացուցիչ եւ պետության կողմից վերոշյալ գործողությունների եւ անգործության լույսի ներքո վերջինս գործողությունների հետևանքով պատճառած վնասվածքով պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի Դաշնությունը։ Փաստաբանները Ռուսաստանի Դաշնությունից պահանջում են պատճառած վնասի փոխհատուցում գումարի տեսքով։ Սպանված մեծահասակների կյանքի իրավունքի բարոյական փոխհատուցում է սահմանվել 50,000, իսկ երեխաներին 100,000 եվրոն։ Քաղաքայցի պահանջն է հոգուտ տուժողների իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանի եւ Անահիտ Կոշտոյանի գանձել 100,000, Նարինե Պողոսյանի 125,000, Անդրանիկ Պողոսյանի 150,000 եվրոն։ Ընտրվել է այն չափը, որը Եվրոպական դատարանի կողմից ըստ էության կյանքի իրավունքի փոխհատուցման մի
միջինացված չափն է եւ մենք նույնիսկ չնայած այս պարագայում կարող էին եվրոպական դատարանի սահմանած չափից ամենաբարձրը ընտրել, բայց նույնիսկ դա չի ընտրվել, այլ ընտրվել է միջին չափը, որը եվրոպական դատարանը սահմանում է իր նախադեպային որոշումներ եւ մենք շատ դարձել ենք, որ եվրոպական դատարանն է իր որոշումների կազմել պատասխանատվություն դեպի պետության վրա։ Քաղաքացի տեքստը կթարգմանվի, դատական նիստը հետաձգվեց 1 ամսով, այն կկայանա հունիսի 30-ին։ Նազիր Էլբագյան, Արթուր Մարգարյան, այսօր։ Շարունակում ենք թողարկումը, այս հատվածում մամուլի տեսությունն է։ Ժողովրդի այսօրվա համարում կարդում ենք. Վերջին օրերին համար լուրեր են շրջանառվում այն մասին, որ Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Հյուսիսային պողոտայում բավականին շքեղ բնակարան է գնել։ Ու այժմ ընթանում են վերանորոգման աշխատանքները։ Այս լուրերն առանձնահատուկ հմայք են ստանում Հայաստանի կառավարության կոռուպցիայի դեմ ծավալած անողոք պայքարի շրջանակներում։ Եվ ահա, ժողովուրդը լուրերը իրականությանը համապատասխանել չհամապատասխանելու հարցը ճշտելու համար դիմել է Հայաստանի աշխատանքային եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին, որտեղից էլ պատասխանել են, տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Դե իհարկե, մեր պաշտոնյաները մի վատ սովորություն ունեն։ Իրենց գույքն ու բիզնեսները գրանցում են մերձավորներից մեկի անունով։ Ուստի իրավաբանորեն որևէ մեկին պատկանող գույքի մասին ճշգրիտ ինֆորմացիա հրապարակել ուղղակի անհնար է։ Օրինակ լուրեր կան, որ Արտեմ Ասատրյանի տան վերանորոգումն իրականացվում է նրա ղեկավարած գերատեսչության ծիկը, գրում է թերթը։ Առավոտի խմբագրականում էլ այսօր կարդում ենք. յուրաքանչյուր մարդ ընտրում է իրականության այն հատվածը, որն առավել համահունչ է իր դաստիարակությանը, համոզմունքներին, իր տեսած երազներին։ Հաճախ մենք մեր ընկալումների մասին պատմում ենք ուրիշների, երբեմն չափազանցությունների էլ ծայրահեղությունների մեջ ընկնելով։ Եթե մարդն օրինակ տառապում է ռուսամետ մոլուցքով, ապա նրան թվում է, թե ամբողջ աշխարհը դուրս է եկել իր սիրելի երկրի դեմ, որ այդ երկրում ծաղկում են բարձր բարոյականությունն ու հայրենասիրությունը, իսկ իր չսիրած երկրներում վխտում են միասեռականներն ու հանցագործ միգրանտները, որոնք օրը մեջ բռնաբարում են եվրոպացի աղջիկներին։ Կան նաև ճիշտ հակառակը, հակառուսական երազով ապրող մարդիկ, որոնք Ռուսաստանում բացի ալկոհոլիզմից եւ կոռուպցիայից ուրիշ ոչ մի բան չեն ցանկանում նկատել։ Նրանք էլ հայ ժողովրդի բոլոր ողբերգությունները տեսնում են Ռուսաստանի կայսերապաշտական քաղաքականության մեջ։ Եվ երբ այստեղ որևէ հարցում խնդիր է ծագում, նրանք մեզ հուսադրում են. «Պինդ կացեք, արևմուտքը մեզ կօգնի»։ Բայց չզարմանաք, եթե ասեմ, որ անձամբ իմ մեջ այդ երկու երազներն էլ որքան էլ ծայրահեղական լինեն, ինչ որ բողոք կամ առավել եւս ցասում չեն առաջացնում։ Եթե մարդն այդպես է պատկերացնում կյանքը, ինչու ես պետք է լծեմ նրա տարահամոզելու անշնորհ գործին։ Եզրափակում եմ առավոտի խմբագիրը։ Հրանտ Բագրատյանի մենաշնորհների պայքարի մասին գրում է Չորրորդ իշխանությունը։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես կարելի է մենաշնորհների դեմ պայքարը տանել ճիշտ ուղղությամբ, պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասել է. «Ես պիտի ղեկավարեմ երկիրը, լուծումներից մեկը դա է»։ Չորրորդ իշխանության այն հարցին, թե եթե հաշվի առնենք, որ Հայաստանի չափահաս բնակչության թիվը մոտ 2 միլիոն է, կարող ենք արձանագրել, որ մենաշնորհների դեմ արդյունավետ պայքարը 2 միլիոն լուծում ունի։ Ամենայն դեպս 2 միլիոն մարդ այդպես է կարծում։ Բայց մի բան լավ է, որ Հրանտ Բագրատյանը չի հայտարարել, թե դա միակ լուծումն է։ Այլապես մենաշնորհների դեմ պայքարի հարցը կլուծվեր միայն Հայաստանում, իսկ մնացած երկրները կտառապեին։ Ոչ չի կարող պարոն Բագրատյանը ղեկավարել աշխարհի բոլոր երկրները։ Իսկ ընդհանրապես Հրանտ Բագրատյանն իհարկե իրավացի է։ Մենաշնորհների եւ կոռուպցիայի դեմ պայքարի անարդյունավետությունը կախված է նրանից, թե ով է ղեկավարում երկիրը։ Եզրափակում է Չորրորդ իշխանությունը։ Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ անցկացնում են մերօրյա հերոսներ ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանից եւ Արցախից տասնյակ երիտասարդներ այսօր եղել են Եռաբլուր հուշահամալիր պանթեոնում, այնուհետ այցելել Գյումրի։ Շիրակ գերեզմանատան եղբայրական պանթեոնում նրանք ծաղիկներ են դրել Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների շիրիմներին, որից հետո Սուրբ Հյոթ Վերք եկեղեցում հարգանքի տուրք է մատուցվել ի հիշատակ նվիրյալների։ Խմբի կողմից նախատեսվում են նաև այցելություններ քառօրյա պատերազմում քաջաբար ընկած հերոսների ընտանիքներ, ովքեր բնակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Ծրագրի շրջանակներում մենք որոշեցինք որպես տարվա երիտասարդական մայրաքաղաք լինել նաև Գյումրի քաղաքում, որովհետև Շիրակի մարզից 14 հայրենիներ իրենց կյանքը նվիրաբերեցին հայրենիքի պաշտպանությանը եւ ծրագրի նպատակն է հայրենասիրական ոգու բարձրացումը, հայրենասիրական դաստիարակությունը
սերմանել մեր երիտասարդների մեջ, թեպետ ամբողջ ծրագրի գրեթե նախաձեռնությունը հիմնականում նրանցից է, նրանց գաղափարն է։ Մեծ ցավ էր նման հերոսներ կորցնելը, բայց ցավի հետ մեկտեղ նաև ունենք այն մեծ հպարտությունը, որ մեր հերոսները տղամարդավարի իսկական հային բնորոշ ձևով մինչև վերջ կանգնեցին, պաշտպանեցին դիրքը, գիտակցելով, որ դիրքի պաշտպանությունը բերում է ամբողջ հայրենիքի պաշտպանությանը, եւ մենք այսօր որպես հոգու պարկ մեր այցելությունն ենք բերել, մեր ոգեկոչումն ենք բերել մեր հերոսներին։ Ցավ ենք ապրում, իհարկե, բայց հպարտ ենք, որ ունենք նման հերոս տղաներ եւ այս կարող եմ ասել, որ այս Արցախի քարորյա պատերազմում ես եղել եմ Արցախում ու շատ կարևոր եմ համարում նաև կանանց եւ աղջիկների լինելը տղամարդկանց կողքին, մեր զինվորների կողքին, որ ավելի ոգեշն չենք նրանց։ Մտորելու ցերեկույթ Գյումրու թիվ 25 դպրոցում աշակերտները ռոք համերգով հարգանքի իրենց տուրքն են մատուցել քարորյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին։ Ռոք խումբը ձևավորվել է մոտ 1 տարի առաջ, անդամները թիվ 25 դպրոցի աշակերտներն են։ Նրանք բարեգործական տարբեր ակցիաներով են հանդես եկել, մասնակցել բարեգործական միջոցառումների։ Ռոք խումբը արդեն հայտնի է Գյումրիում։ Տղաները նպատակ ունեն դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել ու դառնալ արհեստավար երաժիշտներ, նվաճել մեծ բեմեր։ Հայորդիները զոհվեցին հանուն հայրենիքի եւ մեր դպրոցի աշակերտությունը Հանձին Արեգ Հակոբյանի որոշեց փոքրիկ երաժշտական այսպես համերգ միջոցառում կազմակերպել իբրև հարգանք առաջնագծում ընկած մեր զինվորների հիշատակներին հայրենասիրական երգեր են հնչելու այս համերգ միջոցառմանը մեր ժողովրդի ցավն ենք ներկայացնելու մեր դժվարությունները Գյումրու Արամ Սարգսյանի անվան խաղերի մարզադպրոցում տեղի է ունեցել ֆուտզալի մրցաշար Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ընկերությունների միջև։ Մեկ ամսից ավել տևած առաջնությունում հաղթող է ճանաչվել Resal Soft թիմը։ Ֆուտզալի առաջնություն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների միջև։ Սպորտը միավորել էր վեբ դիզայներների, համակարգչային խաղեր ստեղծողների, անիմատորների, լուսանկարիչների եւ համակարգչային գրաֆիկայի մասնակիցների։ 8 թիմ պայքարեց ուժեղագույնի կոչման համար։ Թեժ պայքար, հիանալի մթնոլորտ, լեփլեցուն տահլիճ։ Միջավայրը որ տեսնում եք հրաշալի է, որ առաջինը համախմբում է մարդկանց։ Մեր աշխատանքի կարևորագույն մասը է նաև թայսիրագել թիմային կարողությունը։ Միմյանց ճանաչում են, լինում է մի առաջարկ, որ իրենց պրոֆիլին համապատասխան չի, բայց իրենք արդեն գիտեն, որ գոյություն ունի այսպիսի։ Տեղեկատվական տեխնոլոգիաները ինքնին հաջողված է, եթե դա թիմային աշխատանքի արդյունք է, որտեղ մարդիկ միմյանց ճանաչում են։ Մասնակիցները օրվա մեծ մասն անցկացնում են համակարգիչների առջև, իսկ առողջության մասին մտածել պետք է։ Նման մրցաշարերն օգնում են նրանց ոչ միայն լիցքաթափվելու, այլ նաև վարելու առողջ ապրելակերպ։ Մարդիկ անընդհատ մտավոր աշխատանքի մեջ լինելով այսօր կարծում եմ շատ լավ լիցքաթափման միջոց է։ Եթե չտրամադրես նման ժամանակ սպորտին, ապա կկորցնես քո արդյունավետությունը։ Մերոնք մեր ցեխի համկարության, այսպես ասած, ճակերտավոր մարդիկ շարժվելու կարիք ունեն։ Սպորտային խաղերը նաև հնարավորություն է տալիս կտրվել այդ համակարգչային միջավայրից եւ ինչու՞ չէ նաև առողջ ապրելակերպով ապրել, չնայած շատ զբաղված լինելուն։ Ինչու ֆուտբոլ, մասնավորապես ֆուտզալ հետաքրքրվեցինք ներկաներից ու մասնակիցներից։ Շատերը զարմացան, չէ՞ որ խոսքը գնում է աշխարհի ամենամասսայական մարզաձևի մասին։ Խոստացան առաջիկայում կազմակերպել մրցաշարեր այլ մարզաձևերից։ Դե ինչու ֆուտբոլ, ուղղակի ամենապոպուլյար մարզաձևն է։ Հայերը շատ են սիրում ֆուտբոլ խաղալ, հատկապես IT ոլորտում հայաստանյան մշտական միջոցառում է անցկացվում։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը առհասարակ կապված է բոլոր ոլորտների հետ եւ մշակույթ եւ սպորտ եւ հետեւաբար նաեւ ճկուն մտածելակերպ, առողջ ապրելակերպը նպաստում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը։ Անկեղծ ասած, ես չէի պատկերացնում, որ նման թեժ մրցակցություն կարող է ծավալվել։ Բավական բարձր տեխնիկական որակներ են ցուցաբերում ֆուտբոլիստները։ Եզրափակիչ խաղին ներկա էին նաև մարզաշխարհի ներկայացուցիչներ, մասնակիցներ, մասնավորապես Շիրակի մարզի սպորտի եւ մշակույթի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը, Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանն ու ֆուտզալի Գյումրի թիմի գլխավոր մարզիչ Ստյոպա Մկրտչյանը։ Դերևս սիրողական մագարտակը չի կարող լրացնել պրոֆեսիոնալ ֆուտզալին։
Ճիշտ է, խաղը անցավ շատ հետաքրքիր, լարված, դիդարժան պայքարում։ Միջոցառումները մեր քաղաքին տալիս են ավելի ուժ, երանդ, առողջ սերունդ։ Հետագայում հույս ունենք, որ ոչ միայն ֆուտբոլով կսավանափակվեն, կազմակերպիչները Առաջինը ես համարում եմ հաջողված, քանի որ բացի այն, որ մենք կարողացանք լավ ժամանց կազմակերպել, առողջ ժամանց կազմակերպել, նաև ունեցանք նոր գործընկերներ, նոր ընկերներ, մի խոսքով լավ էր ամեն ինչ։ Մրցաշարի գավաթը վիճարկեցին Time Production եւ Result Soft ընկերությունների թիմերը։ Համարու անզիջում պայքարում ընթացած խաղն ավարտվեց Result Soft-ի հաղթանակով։ Երկրորդ տեղը կրավեց Time Production-ը, իսկ բրոնզը բաժին հասավ Ananix-ին։ Մրցանակակիրները պարգևատրվեցին մեդալներով ու պատվոգրերով, իսկ չեմպիոն Result Soft-ը չեմպիոնական գավաթով։ Հապետարությունյան, Արթուր Մարգարյան, այսօր։ Այսքանը եթերում այսօր լրատվականներ։ Մնացեք բարով, կհանդիպենք։